օրինակ, երբ որ 2022 թվականին հասկացանք, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել եւ չի կատարում եւ չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետեւ հասկացանք, որ հույսներս մեր վրա պետք է դնենք եւ հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, դա ոչ մի բան էր, դա ընդհանրապես գործիք էր մեր պետությունը, մեր պետության կայացումը թույլ չտալու համար, մեր պետության կայացումը թույլ չտալու համար։ Եվ ես ասել եմ, որ նորությունը, նոր եմ ասել, 2021 կամ 22 թվին եմ ասել, ասա ինչքան էլ դառը լինի, մենք պետք է առերեսվենք Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոք Հայաստանի շարժը եւ զարգացումը թույլ չտալու համար։ Դուք էլ եղել եք այդ թոքի թելերը։ Ավելի պարզ, ինչա պետք ավելի, ասում եմ, լսումներ հրավիրեք, գամ բոլոր հարցերի մանրամասներով պատասխանեմ։ Հա? Մեր ֆրակցիան այս բոլոր հարցերի պատասխանը գիտի։ Ինչ? Որովհետև 20-ին չենք հասկացել, որ այդ ամեն ինչը fake է։ Լավ, պարոն Խաչատրյան, հիմա 20-ին չենք հասկացել այդ ամեն ինչը fake է։ Որովհետև կար այդ թվում Հայաստանի քաղաքական, լսեք, հələ եկեք մի հատ հետ գնանք 20 թվի պատերազմի բանը, ընկալումը մեր, չէ՞։ Ինչի մասին էր խոսքը, որ ՀԱՊԿ-ին ոնց որ ճիշտ բանով չեն գրել, 4-րդ հոդվածի 3-րդ նախադասության 6-րդ բառով պետք է դիմեին, բայց 6-րդ նախադասության 4-րդ տողի 5-րդ բառով են դիմել, դրա համար ասենց, պետք է գնալ պատվիրակությունը, ինքնաթիռը, սամալյոտը, հեռախոսը, տվեք, գնում ենք, փրկում ենք, էս ենք անում։ Այդ ամենը դուք այդ թոքի պարաններն եք։ Դուք այդ թոքի պարաններն եք, ձեր նախկին 3 այլևս բացահայտված, այսպես կոչված նախագահների հետ միասին։ Իրանք հո պետությունը առաջնորդելու համար չեն եղել։ Իրանք եղել են նրա համար, որ պետություն չլինի։ Եվ իրանք օրոք պետություն չի եղել, այլ իրանք թոք են եղել Հայաստանի պետության կայացումը թույլ չտալու համար։ Եվ ես ասում եմ, եթե վիճարկող կա, իրանք իրեքով վիճարկում են, թողան հերիքա բաներից խոսան, ասում եմ եկեք գնանք ուղիղ եթերում, դուք լսում կազմակերպեք, հրավիրեք ձեր խմբակցություն,